Բարև ձեզ, մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցների շարքը։ Հիշեցնեմ, որ այս վերջի մի քանի զրույցները մեր նվիրված են 2020 թվականի պատերազմին ընդառաջ եւ պատերազմի ընթացքում հայկական քաղաքական էլիտաների դիրքորոշումներին։ Այստեղ մենք նկատի ունենք եւ իշխող եւ ոչ իշխող ուժերին, հիմնականում տենց փոխնիփոխ անդրադառնում ենք երկուսին էլ։ Ճիշտ է, որ ասեմ, այս խոսակցությունը շատ ավելի երկար է, քան ես նախապես ենթադրում էի կամ նախատեսում էի, պլանավորում էի, բայց ես չգիտեմ, իրոք անկեղծ չգիտեմ, որքանով հետաքրքիր է, որքանով միգուցե մի քիչ էլ ձանձրացնում եմ, բայց էլի որ անկեղծ ասեմ, ես մեր ֆորմատի մեջ հաճախ է այդպես եղել, որ ես նախատեսել եմ ինչ-որ մի տևականություն, հետո լրիվ փոխվել է եւ որտով նյութն է թելադրել։ Նյութը խոսակցությունը ինքը թելադրել է լրիվ այլ երկարություն, ավելի կարճ կամ ավելի երկար։ Շատ է այդպես եղել եւ ռուս-թուրքական վանդակում է եղել եւ այս մեր պայքարում է այդպես լինում։ Ես որպես կանոն շատ երկար չեմ դիմադրում, երբ որ նյութը ինքը թելադրում է։ Եվ էլ եմ ասում, ես չգիտեմ որքանով ձեզ միգուցե նույնիսկ մի քիչ ձանձրացնում եմ կամ դեռ ձանձրացնելու եմ, բայց ինձ որպես խոսողի ճիշտ է որ ասեմ, այս հետադարձ հայացքը շատ սկսել է ավելի ու ավելի հետաքրքրել եւ ես չեմ դիմանում ամեն անգամ այս գայթակղությանը, ամեն անգամ մտածում լավ, արդեն արագացնենք, որտեղ մենք դեռևս պատերազմի երկրորդ օրն ենք, սեպտեմբերի 28-ին ենք, անցյալ անգամ 28-ի մասին ենք խոսացել եւ այսօր 28-ից ենք սկսելու ու ես չգիտեմ, այս տեմպով ուր կհասնենք եւ դրա համար ամեն անգամ ոնց որ ինքս ինձ ասում եմ, հրանտ մի քիչ արագացնենք, բայց ամեն անգամ երբ որ նյութի հետ առնչվում եմ, զգում եմ, որ չէ։ Այս նյուանսները, նրբությունները, որոնք գիտեք, հնդածս, հա, ինչ որ բաներ ես նկատել եմ, ինչ որ բաներ իմ համար արձանագրել եմ դեռ այն ժամանակ, այդ նյութերից էլ եմ հիմա օգտվում, բայց երբ որ հետադարձես նայում, շատ նրբություններ են դուրս գալիս, որոնք կարևոր են թվում։ Եվ առայժմ ես այս ռիսկի կդիմեմ, ես ոնց որ մի քիչ ռիսկի եմ դիմում, այս ռիսկի կդիմեմ դեռևս մանրամասն խոսակցություն, հետո կզգանք ընթացքում, որ միգուցե իսկականից արդեն կոպիտ ասած համը չհանենք, միգուցե արագացնենք ինչ-որ բայց առայժմ այս տեմպով գնանք, որտեղ ինձ թվում է հետաքրքիր է նաև ոչ միայն վերհիշելու առումով, ոչ միայն մեզ համար, գուցե մենք շատ բան հիշում ենք, բայց ես կարծում եմ այս արձանագրությունը նաև անցյալ անգամ էլ ասացի, ինքը օգտակար պետք է որ լինի, հուսանք, որ օգտակար կլինի նաև ապագայի համար, մարդկանց համար, որոնք ապագայում մեր սերունդների համար կուզենան հասկանան իսկականից այս ինչ եղավ, ոնց եղավ, ինչպես եղավ։ Էլի եմ ասում, ուրեմն մենք դեռևս պատերազմի երկրորդ օրն ենք, սեպտեմբերի 28-ն է, առաջի օրերին պատերազմի առաջի օրը հենց եղան քաղաքական տարբեր ուժերի հայտարարություններ, դրանց ես չեմ անդրադարձել, չեմ էլ անդրադառնա երևի, որովհետև դրանք ֆորմալ առումով այդտեղ շատ տենց բան չկա, չնայած էլի եթե շատ խորանանք ներբությունների մեջ եւ այն կարող է այդտեղ էլ այդ բաներ գտնենք, բայց ֆորմալ առումով Հավուր Պաչաչի հայտարարություններ էին, դատապարտում էին Ադրբեջանի ագրեսիան, կոչ էին անում պայքարի, բայց իհարկե այստեղ էլ իրական տարբերակում կար, որոշակի զսպվածություն ամեն դեպքում զգացվում էր, ոչ բոլորի մոտ, բայց մի մասի մոտ, բայց էլ եմ ասում, սա մի կողմ է թողնում, որովհետեւ միգուցե արդեն չափազանցություն կկալվի, եթե այդ նրբությունների մեջ խորենք։ Հիմա մենք բայց պետք է գտնենք, մենք նպատակ պետք է սահմանենք, մեր նպատակը այստեղ պետք է լինի հենց առաջի օրերից գտնել սկիզբը այն գլխավոր թեմայի այս պահին, որի փնտրտուքի մեջ ենք մենք։ Փնտրտուք ասելով մենք նախապես քանի որ խոսել ենք քարոզչության մասին, քարոզչության օրինաչափությունների մասին ուղղությունների, դրա համար ես ենթադրում եմ, որ նայել եք կամ եթե չեք նայել կնայեք եւ հիմա չհիմնավորեմ ինչի հենց այս թեմայի փնտրտուքի մեջ ենք։ Ուրեմն ինչպես է սկսում ձևավորվել այն խոսույթը, որ օր առաջ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները եւ դիմել Ռուսաստանի միջնորդությանը, այսպես ասած հարցի լուծման ուրեմն կոնտեքստում։ Հիմա այստեղ մի փոքր ամեն դեպքում բացատրեմ, առաջին հայացքից շատ նորմալ լավ ցանկություն է, իհարկե ռազմական գործողությունները դադարեցնել, խաղաղասիրական ձգտում, դիմել միջնորդության, ինչու ոչ հենց Ռուսաստանի, որպես մեր այն ժամանակվա անկալմամբ հիմնական դաշնակից եւ այլն, թվում է այստեղ ոչ մի տենց բան չկա, ինչի համար ենք մենք այդպես մանրակրկիտ ուզում հենց այդ թեման գտնել եւ այսպես ասած բռնացնել։ Իրականում այդքան էլ այդպես չի, որտեվ այո, եթե զուտ դիվանագիտական տեսակետից ենք նայում, ասենք տարբեր միջազգային կառույցների հայտարարություններ, տարբեր պետությունների, տերությունների հայտարարությունները, այդ դեպքում նորմալ է, հա, պրոտոկոլային է ինչ որտեղ, բնականաբար պետք է
կոչ անեն ռազմական գործողությունների դադարեցման, բնականաբար պետք է ասեն, որ ուժային լուծում հարցը չունի, սա ինչ որտեղ ծիսական է, նույնիսկ բոլորը հասկանում են, որ լավ էլ ունի ուժային լուծում, եթե պետք է, բայց այդպես ասվում է, սա նորմալ է, դիվանագիտական միջազգային հարաբերությունների հետ լեզվում սա նորմալ է, բայց երբ որ այս խոսույթը գալիս է արդեն ներքին է դառնում, սա այդքան էլ նորմալ չէ, այդքան էլ բնական չի։ Բնականը որևէ երկրի համար, որը ենթարկվել է հարձակման միանշանակ, որում այնպիսի միանշանակ իրավիճակ է մեր մոտ, ոչ ոք նույնիսկ միջազգային ուրեմն այդ կամ ընդհանրապես աշխարհում, հա, այսպես ասած մեր սիրելի լեզվով ասած աշխարհում ոչ ոք չել տենց կասկածում, որ Ադրբեջանն է սկսել այդ գործողությունը, կարող չեն ասում, բայց բոլորը հասկանում են, այդպիսի իրավիճակում, երբ որ մանավանդ դու էլ գիտես, որ հաստատ դու չես հարձակվել, դա այդքան բնական չի, որ առաջ կոչ անել դադարեցնել գործողությունները, բնականը որպես կանոն, եւ սա մեր համար չեմ ասում ընդհանրապես, բնականն է, որ տվյալ երկրի հայ հասարակությունը, քաղաքական ուժերը եւ այլն բոլորը համախմբվում են մի կոչով, որ քանի որ մենք ենթարկվել ենք ագրեսիայի, պետք է դիմադրենք, պայքարենք եւ ագրեսորին հետ շպրտենք։ Սա բնական բանն է։ Անբնական է մանավանդ պատերազմի առաջին 2 օրերին, երբ որ ներսից սկսում են կոչեր օր առաջ դադարեցնել, դիմել միջնորդության եւ այլն, սա իրոք մենք սովոր ենք, մեզ թվում է դա, քան որ մեզ սովորացել, մեզ թվում է դա, որ ինչ-որ նորմալ բան է, բայց նորմալ չի, եւ ոչ միայն ուղղակի նորմալ չի, այստեղ հոգեբանության մասին չի խոսքը, այլև սա հստակ քաղաքական քարոզչական ցուցիչ է, որ այդ ուժերը, մարդիկ, որոնք նման կոչերով են հանդես գալիս, իրենք դերակատարությունն են որոշակի քաղաքական քարոզչական գծի մեջ եւ մեծ հաշվով իրենք քոնը չեն, իրենք ինչ-որ ուրիշ երկրի ուրիշ տերությունների, այդ թվում նաև շատ հավանական է թշնամու կամ թշնամու հետ կապված հստակության գործ դնան, դա քարոզչական պատերազմ է։ Եվ էլ եմ ասում, քանի որ խոսել են քարոզչական պատերազմի մասին բավականին մանրամասնորեն, հիմա չեմ ուզում նորից մանրամասն հիմնավորում թե ինչի, միայն թե ասեն, էլի հեղում անելով մեր նախորդ խոսակցությունը, որ այդ կոչը մանավանդ եմ ասում հատկապես, ընդհանրապես, բայց հատկապես պատերազմի առաջին 2-3 օրերին Երբ որ ասում են օր առաջ դադարեցնել կամ մենք պետք է դադարեցնենք, մենք պետք է ձգտենք ռազմական գործողությունների դադարեցման եւ դիմենք միջնորդության, դա թարգմանաբար նշանակում մենք պետք է հանձնվենք։ Սա անցյալ անգամ էլ եմ ասել, բայց հիմա էլ եմ ուզում շեշտեմ հատկապես, որ ուրիշ բան այստեղ չհասկանաք։ Սա միանշանակ թարգմանաբար իհարկե այդպես པարզ չեն ասի, երբեք մենք պետք է հանձնվենք, ոչ ոք այդպիսի բան չի ասի, նույնիսկ ամենասենց Չ-կլասի քարոզիչը, որին ասենք ամենասենց սև գործի համար են օգտագործում, երբեք նման բան չի ասի, ինքը կասի մենք պետք է դադարեցնենք։ Դադարեցնել նշանակում է հանձնվել, որտեղ եթե դու չես սկսել ռազմական գործողությունները, բնականաբար դադարեցնելը հավասար է հանձնվելու, հավասար է նախապես պարտությունը ընդունելու, հավասար է զիջումների գնալու միակողմանի։ Եթե դու ես սկսել ռազմական գործողությունները, դա ուրիշ բան է, դու սկսել ես, դու դադարեցնում ես, դա նույն բանը չի, ինչ որ հանձնվելը։ Ամենայնպես այդքան միանշանակ չի, բայց եթե դու չես սկսել, դու ենթարկվել ես հարձակման, վերցեք ցանկացած ձեզ հայտնի պատերազմի օրինակ, վերացարկվեք Հայաստան-Ադրբեջանից, չգիտեմ, ասենք մեր ժողովրդի ամենաիմացած օրինակով, հա Գերմանիան հարձակվել է սովետական միության վրա, ասենք 41 թվականին, եւ պատկերացեք այդտեղ ամսի քանիսներ, հունիսի 21-ներ, չէ՞ թե 22-ներ հիմա 21-22-ի գիշերը, լույս գիշերը, հա, եւ ասենք պատկերացեք սովետական միության մեջ հունիսի 23-ից կոչեր են հնչում, որ եկեք մենք օր առաջ դադարեցնենք ռազմական գործողությունները, դիմենք, ասենք, չգիտեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդության օրինակ, որ մեր ու Գերմանիայի միջև պատերազմը դադարեցվի։ Սա ինչ պետք է նշանակի, նշանակում հանձնվել, ուրիշ բան դա չի կարող նշանակել։ Հասկանում եք, երբ դու հարձակման ես ենթարկվել։ Պարզ բան եմ շատ ասում, միգուցե իսկ պարզունակ, բայց ցավոք սրտի, ես էլ եմ ասում, պետք է նման պարզունակ մտքերը շատ ու շատ կրկնես, անընդհատ ասես, որովհետև մեզ պարտադրված խոսույթը մտածողությունը լրիվ անբնական, լրիվ աննորմալ, բայց ինքը մեզ պարտադրված լրիվ այլ բան է թելադրում, որ մենք չնկատենք, թե որքան նորմայից դուրս է, ինչ է նշանակում դու ենթարկվես ագրեսիայի ու ինչ որ մեկը քո երկրի ներսում փոխանակ միանշանակ կոչ անի դիմադրելու մինչև վերջ այդ ագրեսիան եւ հետ շպրտելու թշնամուն, ինչ որ կոչեր է անում օր առաջ ռազմական գործողությունները դադարեցնել։ Հիմա մենք սա պետք է փնտրենք։ Ամսի 28-ն է սեպտեմբերի եւ ինչի է շեշտեցի, որ քաղաքական ուժերը հայտարարություններ արեցին առաջին օրին, որտեղ բնական է շատ, որ հիմնական դերակատարները այդ ամենաառաջին օրերին նման կոչերով հանդես չեն գա։ Նույնիսկ եթե իրանք
իսկ իրանց մի մասը հաստատ են, բայց նույնիսկ եթե իրանք այդ համագործակցության մեջ են, այդ քարոզչական ցանցի մեջ են, այդ մեծ ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական բնականաբար իրենք բավականաչափ զգուշություն պետք է ցուցադրեն առաջին օրերին, չսպասենք, որ հենց այն ամենակարևոր դերակատարները առաջին օրերին նման կոչերով հանդես կգան։ Եվ բնականաբար խոսույթը, բայց այդ խոսույթը պետք է սկսվի, եւ ինքը սկսվում է, հիմա կտեսնենք, բայց սկսվում է կամ երկրորդական կամ համեմատաբար երկրորդական դերակատարներով սկսում են դա գցել դաշտ, բայց էլ ասեմ առաջին պլանի խաղացողները դեռևս ստվերում են, իրենք դեռևս պետք է գոնե մի որոշ, գոնե մի քանի օր սպասեն, տեսնեն ինչ զարգացում կա, եւ իրանք իրավունք չունեն այդքան արագ, այսպես ասած, իրենց դեմքը այդն գոնե հրապարակայնորեն, ոչ հրապարակայնորեն, հետո կտեսնենք, դե հիմա էլ գիտեք շատերը բացել խոսում են, որ իրենք հենց տենց առաջի օրերից կոչ էին անում օր առաջ ուրեմն բան անել, դադարեցնել, ինչ որ մի բան անել, որպեսզի ռուսական միջնորդությանը համաձայնվել եւ այլն, որ մենք չենք կարող կռվել, բայց հրապարակայինի մասին ենք մենք հիմա խոսում։ Հիմա ուրեմն երկրորդական դերակատարներով են սկսում, իհարկե շատ այսպես խորհրդանշական է, որ առաջիններից մեկը սեպտեմբերի 28-ին հասել կոմունիստական կուսակցությունը, որը հիմա գիտեք Հայաստանի օրինակ երկրորդ քաղաքում հաղթել է ընտրություններում, հասել է կոմունիստական կուսակցությունը հանդես է գալիս հայտարարությամբ, դե այնտեղ երկար ու բարակ ասում են Թուրքիայի սահմանով, հովանավորչությամբ, Ադրբեջանը սկսել է պատերազմը, այդ այսպես ասած ծիսական մասը մի կողմ ենք թողնում, եւ հետո հայտարարության վերջում ուրեմն ասում են, որ գնահատելով Ռուսաստանի գործադրած ջանքերը, կոչով դիմում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, օգտագործելով իր հեղինակությունն ու կշիռը եւս վերջ դնել այս արյունահեղությանը եւ հավատարիմ մնալով Ռուսաստանի կողմից եւ այլն եւ այլն։ Հիմա դե իհարկե առաջին հայացքից կասեք, էս ինչ մի օրինակ ես բերում կոմունիստական կուսակցություն, դե վերջ ինչ են ասում են դիմել Պուտինին վերջ դնել այս արյունահեղությանը։ Իհարկե ինքն իրանով շատ կարեւոր չի։ Ինքն իրանով էս հայտարարությունը, բայց որպես մի առաջին ծիծեռնակ ինքը կարևոր է, որտեղ էլ եմ ասում, այս տիպի դերակատարներով պետք է սկզբում գցեն մեջտեղ այս թեզը եւ հիշում եք իմիջիայլոց, երբ որ դեռ պատերազմին ընդառաջ իրավիճակի մասին ենք խոսում, հիշում եք, որ ես պատմեցի մի խոսակցության մասին, որտեղ ինձ իմ այսպես տեղեկացված ընկերներից մեկը կամ ճակերտավոր ես կասեի ընկերներից մեկը հուլիսին 20-ի այս սցենարը մոտավորապես պատմում էր, ես սա գրանցել եմ իմ մոտ, որպեսզի չմոռանամ, ձեզ էլ պատմել եմ, որ պատերազմ, մեծ զոհեր եւ կավարտվի միայն եթե Հայաստանի ղեկավարությունը դիմի Վլադիմիր Պուտինին, որպեսզի պատերազմը դադարեցնի։ Եվ ուրեմն արդեն պատերազմի երկրորդ օրը սկսում են այս նախապատրաստությունը, որ պետք է դիմել, որպեսզի պատերազմը դադարեցվի, այսինքն դադարեցվին արդեն մենք գիտենք, հասկացանք էլի, նշանակում է Հայաստանը հանձնվի, չդիմադրի, ընդունի պայմանները, որտեղ դե այդտեղ դիմադրություն դադարեցնելը պարզ է, որ պայմաններ ընդունելով է, հենց այնպես չի լինելու դա, հենց այնպես պատերազմը չի ավարտվելու, պայմաններ կան, պայմաններն էլ պարզ են, տարածքները պետք է ազատվեն, ռուսական խաղապազորք պետք է մտնի, դրա մասին դեռ այստեղ այս սեպտեմբերի 28-ին խոսք չկա, բայց ասենց ասած իմացողները հասկանում են ինչի մասին, կոպիտ ասած այն ինչ որ կոչում են Լավրովի պլան իրականացվի։ Սա ուրեմն առաջինը կոմունիստներն են բանանում, մյուսը էլի սեպտեմբերի 28-ին հայտնի Սամվել Կարապետյանը գործարար կամ ինչպես ասում են նաև Տաշիրի Սամո, հա, նույնպես հանդես է գալիս այսպիսի մի հետաքրքիր հայտարարությամբ, էլի առաջին հայացքից շատ ճիշտ բաներ է ասում, հայ զինվորների այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հերթական անգամ հպարտության են արժանի։ Շատ ճիշտ բան է ասում։ Սակայն ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Ինչ մտահոգության տեղիք է տալիս սեպտեմբերի 28-ն է, բացի այն որ պատերազմ է սկսվել, ուրիշ լուրջ մտահոգություն դեռևս պետք է որ չլինի, եթե նույնիսկ այնտեղ կան դիրքերի կորուստներ, ես մեկնաբանում եմ բնականաբար արդեն, թե տենց հա, մտահոգություն է, բայց որ ասես լուրջ մտահոգություն չէ, ոչ մի բան պարզ չի դեռ պատերազմի արդյունքից եւ ոչ ոք չի կարող իմանալ ինչով կավարտվի, ինչ էլ հիմա ասեն մենք գիտենք, չէ, չի կարող ոչ ոք իմանալ։ Եվ ուրեմն մտահոգության տեղիք է տալիս, ասում եմ, մենք պատերազմի եւ մեծ զոհերի վտանգից մի քայլի վրա ենք կանգնած։ Պատերազմը արդեն սկսվել է եւ պետք է խուսափենք դրանից։ Հույս ունեմ շուտով կոնֆլիկտը խաղաղ հանգուցալուծում կստանա բանակցությունների սեղանի շուրջ եւ ոչ թե մարտի դաշտում։ Էլի
շատ ճիշտ առաջին հայացքից շատ քիչ կպնելու տեղ կա եւ մեկը կարող է կողքից նայի, ասի, որ ես այնց բանից եմ կախվում, էլի մազից եմ կախվում, բայց ես վստահ եմ, որ դա տենց չի եւ վստահ եմ նաեւ, որ դուք էլ հասկանում եք, որ իրականում այստեղ կա ենթատեքստ շատ կարեւոր, որովհետեւ էլի հա մենք պատերազմի եւ մեծ զոհերի վտանգի մի քայլի վրա ենք կանգնած եւ պետք է խուսափենք դրանից, այսինքն ուզում ասի հա դե զոհերից խուսափենք, բայց իրականում սա նորմալ վիճակ չի, նորմալ հայտարարություն չի, որովհետեւ այո, պատերազմը սկսվել, մենք չենք սկսել այդ պատերազմը, այո, պատերազմի ժամանակ լինելու են զոհեր եւ չեն նշում խուսափել, ինչպես մենք պետք է խուսափենք, եթե մենք չենք սկսել։ Մի ձև կարող ենք խուսափել, եթե հանձնվենք։ Եվ մեծ հաշվով սա այդ հանձնվելու կոչն է, եւ բնականաբար մենք հասկանում ենք որտեղից է սա գալիս, ոչ մեկի համար գաղտնիք չի, թե որ սա անհատական կարծիք չի եւ բնականաբար մենք այս մարդու անհատականությունը չենք քննարկում, բնականաբար նույնիսկ իր անունը տվյալ դեպքում կարեւոր չի, սիմվոլ է զուտ, մենք հասկանում ենք որտեղից է գալիս այդ շահագրգռվածությունը, այդքան այդ խաղաղասիրական շահագրգռվածությունը այդ կոնկրետ պետությունից, որը մենք բոլորս հասկանում ենք, որ պետությունն է, եւ բոլորս գիտենք, որ դա աշխարհի ամենախաղաղասիրական պետությունը չի, բայց այդպիսի լուրջ մտահոգություն ունի եւ շահագրգռված է օր առաջ ուրեմն պատերազմը դադարեցնելու եւ խուսափենք պատերազմից։ Էլ եմ ասում, տեսեք, խոսքը պայքարի մասին է, մեր ազգային ազատագրական պայքարի մասին է։ Մեր վրա հարձակվել են, մենք վստահ ենք, որ մեր գործը արդար է։ Այո, լինելու են զոհեր։ Եղել են զոհեր նաեւ 90-ականներին առաջի պատերազմի ժամանակ, ընդհանրապես երբ որ մենք Արցախի հարցը բարձրացրել ենք, ինչ որտեղ նաեւ հասկանալի է եղել, որ դրան այդ նպատակին հասնելու ճանապարհին մենք կարող ենք ունենալ նաեւ զոհեր, որովհետեւ չի լինում այդպիսի որ դու այդպիսի հարց բարձրացնես ազգովի ու մտածես, որ դա որոշակի պարտադիր չի մարդկային զոհեր, ընդհանրապես որոշակից, այսպես ասած, սահմանափակումների, զոհությունների չգնաս։ Բայց այստեղ մեծ հաշվով կոչ է արվում պայքարից խուսափել։ Ձևակերպած է զոհերից խուսափել, ըստ էության պայքարից խուսափել, չպայքարել, իհարկե ասում եք հաճություն, հերոսություն արժանի հպարտության, բայց եւ սակայն։ Այս բայց եւ սակայնը արդեն ռուսական քարոզչության սկիզբն է, եւ ես կասեի ռուս-թուրքական քարոզչության սկիզբն է, որը մեծ հաշվով կոչ է անում հայ ժողովրդին դադարեցնել դիմադրությունը եւ այս նախադասությունն էլ իհարկե որ հույս ունի, որ կոնֆլիկտը հանգացլություն կստանա, բանակցությունների սեղանի շուրջ, պարզ է, որ խոսքը էլի բան չի ասում, ստեղել է շատ զգուշ ձևակերպված, տեսեք նույնիսկ ոչ առաջին պլանի, քաղաքական առաջին պլանի դեմքերով, որ խոսում են, ամեն դեպքում սա առաջին օրն է, շատ զգուշ է ձևակերպում, բայց հասկացողի համար ուղերձը շատ միանշանակ է, որ սա Ռուսաստանի միջնորդության մասին է խոսքը, թեև Ռուսաստանը անունը այստեղ տրված չէ, այսինքն այս նույն գիծն է, որ առաջ դադարեցեք դիմադրելը հայեր, անիմաստ է դա դիմադրելը, պետք է հանձնվել, պետք է պայմաններին համաձայնվել եւ պետք է ռուսների միջնորդությանը դիմել։ Սա հիշեցնեմ Սամվել Կարապետյանն էր։ Հետաքրքիր է, որ մոտավորապես այս նույն տրամաբանության մեջ խոսում է այդ ժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը Վարդան Տողանյանը։ Երկարաբարակ խոսում է իրավիճակի մասին, սրում եւ այլն, եւ այդպես հանդիպել է ուրեմն ռուսական կողմի հետ, պատմել է իրենց իրականությունը, իհարկե բնականաբար այստեղ շեշտել է, պատմել է ինքը ռուսներին, որ գիտեք ինչ Թուրքիան որը ՆԱՏՕ-ի անդամ է, միջամտը ռուսները չգիտեին, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, չգիտեին, որ այսպես ակտիվ դերակատարություն ունի, ինքը պատմել է ռուսներին, ինքը միակը չի, որ ռուսներին դրա մասին իհարկե պատմում է այդ օրին, բոլոր, այսպես ասած, քիչ թե շատ մեծ մասը անվանի հայերին փորձում է ամեն գնով ռուսներին պատմի, որ գիտեք ինչ, Թուրքիան անթակույց կերպով աջակցում է Ադրբեջան, գիտեք Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ռուսներին պատմում է, ռուսները չգիտեին, խեղճ ռուսները բավոր իմանային, իհարկե ուրիշ ձև կվարվեին, իրանք ինչ իմանեն, պետք է մենք իրանց պատմենք, եւ ամենաբանը այստեղ հետաքրքիրը, որ դուք էլ գիտեք, չէ՞ որ դա շատ անկեղծ էր ասվում, այսինքն անկեղծորեն պետք է պատմենք, թե չառած մեզ պատմելու, սա համ չգիտեմ, համ զավեշտ է, եթե նայես այդպես հերվից ու անտարբեր լինես իրավիճակին Իսկ ողբերգություն էլ չեմ կարող կոչեմ, որտեվ ախր ոնց է մեր մոտ անընդհատ այդպես ստացվում, ոնց ենք մենք մտածում, որ այդ մենք
պետք է ռուսներին նման ընդհանրապես բաների մասին պատմենք, բացատրենք, իրենք առանց մեզ չեն հասկանում, չեն իմանում։ Մի խոսքով լավես մի քիչ շեղվեցի, ուղղակի դե բան են արա այս բանի վրա չշեղվել։ Մանավանդ էլի ասում ինքը միակը չի, միակը լներ էլի կասենք լավ տարօրինակ մարդ է, բայց բոլորն են այդ գծի մեջ, այդ օրերին։ Եվ ի վերջո ինքը այս ամեն ինչը մեզ պատմելուց հետո, որ ոնց է ռուսների հետ խոսել, ոնց է իրանց բացատրել, այդ որ գիտեք ինչ Թուրքիա, ՆԱՏՕ եւ այլն, իհարկե ինքը վերջում հույս է հայտնել, որ Ռուսաստանին կհաջողվի դադարեցնել պատերազմը եւ կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ Մինսկի համանախագահ Ռուսաստանի հովանու ներքո, ասել է դիվանագետը, եղո Մոսկվա, եթե սա Հայաստանի դեսպանն է Ռուսաստանում, այսինքն պաշտոնյա է, ոտո հույս է հայտնել, որ Ռուսաստանին կհաջողվի դադարեցնել պատերազմը։ Նախ ինչու հենց Ռուսաստանին, Ռուսաստանում է դեսպան լավ կարող է ասել, բայց ամեն դեպքում ինչու հենց Ռուսաստանին կհաջողվի դադարեցնել պատերազմը։ Եվ կներեք ինչու է պետք ընդհանրապես պատերազմը դադարեցնել, երբ որ հայ ժողովուրդը մտել է իր ազատագրական պայքարի վճռական փուլ, ինչու դադարեցնել պատերազմը, միգուցե հաղթել պատերազմը, որտեղ ելն եմ ասում նորմալ ճիշտ նպատակ, ոչ թե ճիշտ, այլ ցանկացած պետության մեջ ագրեսիայի ենթարկված նպատակ է ձևակերպվում եւ պաշտոնապես եւ հանրայնորեն հաղթել պատերազմը, ոչ թե դադարեցնել պատերազմը։ Այդ դիվանագետներն են միջազգային հանրություն, բան, չգիտեմ, ՄԱԿ, ԵԱԿ, Մինսկի խումբ, հա, իրանք կոչ պետք է անեն դադարեցնել պատերազմը, սա նորմալ է։ Երկիրը, որը ենթարկվել է ագրեսիայի, դրա հանրությունը, ես անդադ սա պետք է կրկնեմ, կներեք ժողովուրդ, որ մենք մեղենք սա մեր գլխի մեջ, որ դա նորմալ չի։ Երկիրը, որը ենթարկվել է ագրեսիա, ինքը կոչ չի, իր սուբյեկտները հիմնական կոչ չեն անում դա, իրանք կոչ են անում հաղթել։ Ու մենք ունեցել ենք ճիշտ այդ։ Հիմա կասեք, բա ասում էին հաղթել ենք եւ հա, այդ պաշտոնական քաշություն ունեցել ենք, բայց արի ուտես, որ սրան զուգահեռ այլ գիծ է նաեւ եղել դադարեցնել պատերազմը, այսինքն հանձնվել։ Եվ սա դեսպանն է այդում, այսինքն ինքը պաշտոնյա է։ Եվ կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, ուրեմն եւ էլի Ռուսաստանի հովանու ներքո, այսինքն Մինսկի խումբը հիշատակում, բայց Ռուսաստանի հովանու ներքո։ Սա բնականաբար այս նույն քարոզչական գիծն է, իմաստել չունի սա, կարծում եմ առանձնապես մեկնաբանել, բացել, որ այս նույն գիծն է դադարեցնել, դիմել Ռուսաստանին, Ռուսաստանի հովանու ներքո, այսինքն ըստ էության ռուսական պահանջները, ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական պահանջները իրականացնել։ Հիմա այստեղ մի փոքր ոչ թե շեղվենք, այլ մի քիչ հարստացնենք այս թեման, որտեղ այդ պատերազմի հենց սկզբից առաջի հենց 2 օրը, եկալ է ասել առաջին իսկ օրը մի հատ ուրիշ թեմա, ուրիշ խոսույթ ծագեց հայկական քաղաքական դաշտում, տվյալ դեպքում դա քարոզչական բանից նկատի չունի, որ ի վերջո ճանաչել Արցախի անկախությունը, սա եւ ուրեմն իշխանական թևից էին ասում եւ ընդդիմադիր թևից որոշ ուժեր ասում էին, օրինակ Հրանտ Բագրատյանը մեկին հիշեմ, բայց մենակ ինքը չէ շատերը եւ նաեւ իշխանական падգամավորներ եւ այլն, դե որովհետեւ տեսեք այն ժամանակ որ մինչեւ պատերազմը երբ որ թեմա կար իսկ ինչու Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, դե ասում են որ ճանաչեք պատերազմը կսկսվի։ Հիմա պատերազմը սկսվել է եւ Դրանց շատերի մոտ բնական բան էր առաջացել, որ դե բա եթե այն ժամանակ ասում ենք պատերազմը կսկսվի, դե հիմա սկսվել է պատերազմը, ճանաչենք Արցախի անկախությունը, այս թեման քննարկվում է հայկական ուրեմն քաղաքական հանրային տիրույթում, այդ հենց առաջի օրը պատերազմի։ Ես անկեղծ բայց մի բան ասեմ, որ հետո իմ խոսքը բան չլինի, ավելի ճիշտ կոնտեքստում հասկացվի, անկեղծ ասեմ, հանուն արդարության, որ նույն ինձ այդ օրերին առաջի հենց օրը չէր կարծեմ, բայց նոր էր սկսվել պատերազմը, ամեն դեպքում առաջին օրերն էին, ինձ էլ էին այս հարցով դիմել տենց պաշտոնական ինստիտուցիոնալ տեղից, այդտեղ մի հատ քննարկում կար, ոնց որ փորձագետների ներգրավամբ, ինձ էլ էին համարել փորձագետ, որ այդ հարցով Արցախի ճանաչման անկախության, անկեղծ ասեմ, ես ինքս այդ ժամանակ ասել եմ, որ այդ հարցը այս պահին ոչ թե ես դեմ եմ եղել ճանաչմանը, բայց ոչ էլ կողմ եմ արդարվել, այլ ասեմ, քանի որ հիմա հողի վրա ուժային բախում է գնում, պատերազմ է գնում, ճանաչել չճանաչ, արդեն պատերազմի արդյունքներով մենք պետք է հասկանանք ինչ ենք անելու։ Այսինքն Արցախի կարող է ոչ թե ճանաչում ենք անկախություն, այլ միանգամից միացնում ենք Հայաստանին, կարող է ինչ-որ այլ տարբերակներ են գտնում, բայց այս իրավիճակում, երբ որ արդեն բուն պատերազմ է, մենք պետք է հասկանանք ըստ պատերազմի ընթացքի, ըստ կոնկրետ հողի վրա ուժային բախումից, ես այս տեսակետն եմ ներկայացնել, Արցախի հետ մեր հետագա
ուրեմն փոխհարաբերություն։ Այնտեղի դեպ նաև տեսակետներ էին հնչում, մեկ ասում էր կոնֆեդերացիա անենք Արցախի հետ, մյուսը ասում էր ֆեդերացիա եւ այլն եւ այլն։ Ես իմ տեսակետներն որ միացումից մինչև անկախություն այդ ինչ պետք է լինի, մենք պետք է հասկանանք ըստ ռեալ իրավիճակի։ Հիմա ես չեմ ասում այդ իմ տեսակետը ճիշտ էր կամ սխալ, միգուցե նաև հիմա մի քիչ այլ կերպ նայի, չգիտեմ։ Ես ուղղակի սա հանուն արդարության ասեմ, որտեղ կհասկանաք թե ինչ եմ ասում, որովհետև հետո անդրադառնալու եմ սրան արձագանքներին Հայաստանում։ Հիմա սա զուտ իմ տեսակետը էլ եմ ասում հանուն արդարության։ Եվ ինչ են ուրեմն երկրորդ օրը պատերազմի մի հատ այդտեղ կար այլընտրանքային նախագծերի խումբ։ Մի հատ անհայտ մեր հանրության համար այնհայտ մի հատ խումբ, եւ էլի կարող ասել դրանց բանին ինչ ես անդրադառնում, ինչքան ես մարելում, բայց այդ խումբը իրականում ես նախապես ճանաչում եմ, դրանք մեծ հաշվով հիմա էլի պետք է զգուշ արտահայտվեմ, հա, ըստ բանի, ըստ ամենատարածված վարկածի Քոչարյանամերձ խումբերն է։ Մի հատ տենց ինտելեկտուալ, ասենք ասենք Քոչարյանամերձ ինտելեկտուալների։ Ես չեմ պնդում, որ այդպես է, ես ասում եմ, որ այդպես համարվում էր, ասենց բան շրջանակներում քաղաքական դաշտին մի քիչ ավելի մոտիկից հետևող շրջանակին, դա էլի ոչ մի այդտեղ շատ հայտնի մարդահանրությանը չկա, բայց իրեն բանի մեջ, քաղաքական շրջանակների մեջ իրանք կային, գիտեին իրանց։ Եվ այդպես սեպտեմբերի 28-ին բավական ծավալուն եւ անսպասելի արձագանք են տալիս այդ թեմային, Արցախի ճանաչման թեմային։ Թվում է շատ հայրենասիրական թեմա է, չէ՞։ Հիմա դրա համար ասի, հանուն արդարության ես էլ միանշանակ կողմ չեմ եղել։ Եվ իրանք ուրեմն դա շատ մտահոգություն են հայտնում, որ թեպետ այդպիսի թեմա է, իրանք միանշանակ դեմ են արտահայտվում դրան, հայտարարություն են տարածում, որ չկասկածելով ազնվության եւ հայրենասիրական մղումների վրա եւ հիմա կետերը չեմ կարդա 5 հատ կետ են բերում, ասեն շատ տարբեր կողմից, որ ինչի դա պետք չի անել, որովհետեւ չգիտեմ Թուրքիային կգրգռենք, որովհետեւ ինչ որ շահեկան դիրք կկորցնենք, որ ունենք միջազգային հարթակում, թե ինչ շահեկան դիրք ունենք, չգիտեմ, չգիտեմ, դա Մինսկի խումբը, ես ինչ կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցներից հետո առանց նրանց հետ այս հարցի քննարկման մեղմ ասած կարժանանք չհասկացվածության, չգիտեմ, դեմարշ կհայտարենք Մինսկի խմբի համանախագահներին գնալով ավելի թեժանում են էլի այդ փաստարկները։ Եվ ռազմաճակատի գծում իրավիճակն անհամեմատ ավելի կթեժանա, իսկ մենք մեր ձեռքով ավելի կփոքրացնենք բանակցությունների տանող ճանապարհը։ Մի խոսքով մի հատ ապոկալիպսիս։ Այդ Արցախի ընդհանրապես ճանաչման հարցի քննարկումից մի հատ ապոկալիպտիկ սցենար է, այս խումբը մեզ ներկայացնում։ Այստեղ էլ իհարկե հետաքրքիր է, թե ասենք իսկ ինչ պետք է մենք անընդհատ այդ բանակցությունների տանող ճանապարհը փնտրենք։ Պատերազմը սկսվել, էլ եմ ասում ագրեսիա են ենթարկվել, փոխանակ փնտրենք հաղթելու տանող ճանապարհը, մենք անդադ պետք է չգիտես ինչի բոլորի այդ մեր քաղաքական էլիտայի տարբեր խմբերի տեսակետից, եւ հետո դա կտեսնենք, որ դու հիշում եք, որ ավելի կուժանա, այս երկրորդական դերակատարների փոխարեն առաջնայինները կմտնեն, բանակցությունների խաղաղության օր առաջ դադարեցման, չգիտեմ, խուսափման տարբերակներ պետք է գտնենք։ Սա իրական ժողովուրդ ջան, իրական սա է նաեւ սա պարտության քարոզի սկիզբն է, բայց նաև իրական պարտության սկիզբն է, որովհետև այդպես են ազդում հասարակության, ժողովրդի հոգեբանության վրա։ Սա ոչ միայն պարտության հենց քարոզի սկիզբն է, այլև բուն իրական պարտության նաև նախապատրաստությունն է, որովհետև հանրությանը, որը մտել է վճռական պայքարի փուլ, ինքը կամաց նախապատրաստում է նրան, որ ելքը ինչ որ բանակցություններն են, ելքը ինչ որ, չգիտեմ, դիմադրության դադարեցնումն է, ելքը, չգիտեմ, խուսափելն է եւ այլն եւ այլն։ Սա իհարկե դեմոբիլիզացնում է մարդկանց։ Բայց լավ, հիմա կասեք, այսքան խորացար ես մի հատ ինչ որ տենց անհայտ խմբի, չնայած եմ ասում քաղաքական շրջանակներում ով ավելի մոտիկից է հետևում, այդքան էլ անհայտ չի, անհայտ խմբի ինչ որ հայտարարություն, լավ հայտարարություն արել են, բայց ինչն է հետաքրքիր։ Նույն օրը ամենայն դեպս էս հայտարարության հետ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկի, չգիտեմ ով է, ու էլի շատ բարձրաստիճան պաշտոնյա չի, բայց ամենևս ռուսական պաշտոնյա է, Պետդումայի ներկայացուցիչ ԱՊՀ գործերով, ինչ է ուրեմն դա խոսում է Ղարաբաղյան այդ
հակամարտությունը, իսկ բնականաբար մտահոգություն է հայտնում, որ այդ ինչպես է ռազմական գործողությունները, բնականաբար դե որ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ այլն, բայց ինչն է հետաքրքիր, որ ինքը նույնպես շատ խիստ մտահոգություն է հայտնում նրա այն կապակցությամբ, որ Հայաստանում սկսել են խոսել Արցախի ճանաչումից։ Խիստ մտահոգված է, ուրեմն այդ պարոն ինչ էր Վոդոլացկին։ Ինքը ասում է, որ այդ հակամարտության ֆոնին այդպիսի հայտարարություններն անելը, այսինքն որ Արցախը կարող է անկախությունը Արցախի ճանաչվի Հայաստանի կողմից եւ Հայաստանի պաշտոնյաների կողմից արվել, անխոհեմ է։ Ըստ իս երևի անխոհեմ է, լավ sense որ բառացի ձևակերպենք զգուշ է։ Նախ պետք է որոշել Լեռնային Ղարաբաղի դրա ճանաչման ռազմավարությունը, սակայն հենց խաղաղ ճանապարհով եւ այլն, մի խոսքով էս բաները չկարդամ, բայց կարող անխոհեմ, այսինքն զուգահեռ գնում եւ այստեղ մենք համոզվում ենք, հասկանում ենք, որ այս նույն այդ այլընտրանքային, չգիտեմ, նախագծերի խումբը ինչ որ հայտարարում է, որտեղից է գալիս իրականում այդ մտահոգությունը, ում մտահոգությունն է դա իրականում, որտեղ իսկական դե ինչի պետք է հայ մարդը տեն շատ մտահոգվեր է թեմով եւ այդքան մեծ ապոկալիպտիկ պատկեր մեզ նկարեր, շատ բարձ եւ հասկանալի է դառնում, որտեղից է գալիս այդ մտահոգությունը։ Հիմա արդեն մենք գիտենք, որ դա գալիս է մի պետության կողմից, որը Ընդամենը այս հայտարարությունից 2 տարի անց ներխուժեց մի այլ պետության տարածք, այնտեղ սկզբում ճանաչեցին անկախությունը, այդ պետության տարածքում գոյացած 2, այսպես ասած, հանրապետություն, հետո ընդհանրապես անեքսիայի ենթարկեցին իրենց սահմանադրության ֆորմալ եւ փաստացի անեքսիայի ենթարկեցին այդ ուրիշ պետության մեծ տարածքները, դե որովհետեւ ազգերի ինքնորոշման իրավունք եւ այլն, նույնն է իդեպ Վրաստանի, Աբխազիայի, Ռուսիայի հետ իրանք խնդիր չունեն հենց իրենք անկախությունը ճանաչելու, բայց այստեղ եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, շատ անխոհեմ եւ մտահոգիչ է, հատկապես արդեն սկսված պատերազմի ֆոնին։ Եվ հասկանալի է իհարկե թե ինչու է այդպիսի մտահոգություն, որտեղ իրենք այլ պլաններ, այլ ծրագրեր ունեին, բնականաբար, եթե չունենային, այդ մտահոգության խնդիր չկա։ Մեր դաշնակիցներն մենք ճանաչում ենք Արցախի անկախությունը, Ինչն է այնտեղ խնդիրը Ռուսաստանի համար մեծ հաշվով։ Եթե իրանք այլ պլաններ, այլ պայմանավորվածություններ չունենային, իրենք բնականաբար մտահոգություն այստեղ չէին կարող ունենալ, անկախ էլ եմ ասում, այնպես օբյեկտիվը արդար չի, որովհետև դրա համար պատմեցի, թե ես ինքս ինչ դիրքորոշում ունեի, որ այնպես անարդարություն չստացվի։ Եվ բնականաբար մենք տեսնում ենք այստեղ նաև անմիջական կապը, որ ինչպես է նաև այստեղ գործում է ցանցը, եւ որ այս մարդիկ, որոնք բոլորը տարբեր հայտարարություններ անում են եւ անդադ տանում են մեզ դեպի նա որ առաջ պետք է գնանք բանակցությունների ճանապարհով, որ երկրի շահերն են իրական ներկայացրել եւ ներկայացնում։ Այսօր փաստորեն այսքանը էլի նույնիսկ օրվա պլանավորածը ոնց որ չհասցրեցինք խոսալ, մենք մի քիչ ավելին էի պլանավորում եւ այս հատվածն էլ ճիշտ է անցել անգամ պետք է ասեի, բայց հուսամ ներողամիտ կվերաբերվեք, հուսամ հետաքրքիր է եւ կշարունակենք մեր զրույցները հենց որ զգանք որ իսկական չափն անցնում ենք, մի քիչ կարագացնենք, բայց հուսամ որ դեռ որ հետաքրքիր է այս ամեն ինչը վերհիշել, դասավորել եւ հետո եզրակացություններ անել։ Կհանդիպենք մյուս անգամ։